Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հուլիսի 10-ն է և տեսնենք ինչ նորություններ կա աշխարհում մեր մասին և մասնավորապես ինչ է կատարվում Հայաստանում։ Երեկ ամբողջ օրը ոչ մի կարճ վիդեո, ոչ մի բան չեմ կարող ասել ձայնագրել, որովհետև այդ 1 ժամ 50 րոպե մոտավորապես տևած հաղորդումից հետո, որը նախորդ օրն էի ձայնագրել, ասելիքս վերջացել էր։ Ու անընդհատ հիշում էի իմ ամենասիրած դիրիժորներից մեկին, Կարլոս Կլայբերի, որի հետ կապված մի հատ հետաքրքիր պատմություն կա։ 10 ներկայացում պետքա չափ տար Վիեննայի ֆիլհարմոնիկում, Կավալեր Ռոս, Ռիխարդ Շտրաուս, և հիմա հերթական ներկայացումն է։ Բոլորը նստած են, դահլիճում նստած են, բեմում նստած են, վարագույրները փակ է, բայց ամեն ինչ պատրաստ է, նվագախումբը նստած է, բայց դիրիժորը չկա։ 1 րոպե, 2 րոպե սպասում են բոլորը, դիրիժորը չի կարելի բեմ։ Չի կարելի ասենք փոս էլի, որտեղը պետք է չափ տա, մենք դրան փոս ենք ասում։ Դե տնօրենները խուճապի մեջ վազում են սենյակ, տեսեն, որ բան չի եղել։ Մայստրոին տեսում են նստած լացում է։ Չապատայել կես ինչ ես լացում։ Ասում է ես չեմ պատկերացնում այսօր ինչ պիտի անեմ, երեկվա ներկայացումից հետո ես այսօր չգիտեմ, դրանից լավ ոնց է հնարավոր չափ տալ։ Երկար համոզում են, ահագին ուշացումով, կես ժամ ուշացումով ամեն դեպքում սկսում է ներկայացումը։ Այսօր չէի ուզում խոսեի անձնի խոսքը։ Այսօր չէի ուզում խոսեի, ամբողջ ցերեկը լռել եմ, չեմ խոսել։ Այնտեղ բաներ կա, թեմաներ կա ամփոփելուց հետո քեզ թվում արդեն ամեն ինչ ասվել է, ամեն ինչ ասել ես, ամեն ինչ առանձնել պարզ է։ Լսում ես Նիկոլի բալբաջանքները ու հասկանում ես, որ նույնիսկ չես էլ ուզում արձագանքել։ Ինչ արձագանքես։ Ու մեկ էլ կարդում ես Հրաչյա Ներսիսյանի, որն ասում է. մարդիկ անում են այն, ինչ դու նրանց թույլ ես տալիս։ Եթե թույլ տաս մարդկանց քեզ հոշոտել, երբեք մի կասկածիր, որ նրանք դա կանեն։ Ուժեղ եղիր։ Այս խոսքներ, որ ինձ բերեց էլի նստացես կամպյուտերի դեմը, սեցանցի գործիդ, որովհետև բազմաթիվ են հարցերը, թե հիմա մենք ինչ պետք է անենք։ Ինչի է այս վիճակը, ոնց շտկենք այս վիճակը։ Այս հարցին պատասխանեց մեծ արտիստ, չեմ ասում դերասան, հիշում եք, Արտաշես Ալեքսանյանն էլ էր նեղանում, որ իրան դերասան էին ասում, մեծ արտիստ Հրաչյա Ներսիսյանը։ Մի թույլ տվեք ձեր հետ անեն այն, ինչ որ անեն։ Մենք թույլ ենք տվել անել այն, ինչ անում են մեր հետ։ Եթե չենք ուզում, որ անեն, շարունակեն անել այն, ինչ որ անել են, կամ այն, ինչ որ անում են, որ մենք պիտի թույլ չտանք։ Հենց անհատական մակարդակի վրա։ Ամենացավը գիտեք որն է։ Որ հենց վախենում է, որ անհատական մակարդակի վրա ոչ մեկ չհասկանա, որ դա իր առանձնական անհատական պարտականությունն է, ինքը սպասի, որ դա ուրիշը պետք է անի։ Այդ հարցերը ինչ որ ուրիշ տեղ է որոշվում։ Ուրիշ տեղ, ինքը չի որոշվում, իր միջավայրում չի որոշվում, ինքը կապ չունի իր միջավայրի հետ, չկա։ Այստեղ է երևում անկեղծ պատասխանատվության լեվելը, ինչա վերցրել։ Ու այդպիսի մարդկանց հիմա ասում եմ, հարգելի ընկերներ, բարեկամներս, հայրենակիցներս, այս ամեն ինչում կա մի հատ մեղավոր։ Գնում ենք կանգնում ենք այլու դիմաց ասում ենք, այդ մի մեղավորը դու ես, այդ մի մեղավորը դու ես։ Որովհետև եթե մեր հետ վարվում են այնց, ոնց որ մեզ դուր չի գալիս, որ այդ մեղավորը մենք ենք։ Սկանդալ։ Հիմա անցնենք նորություններին։ Կառավարությունը չեղարկեց փաստորեն երեխաների համար օգնություն, այլևս չի լինելու օգնություն։ Եվ ինչ էլ որ ակնկալելի էր։ Վերջացան ընտրությունները և երեխաների բուժ սպասարկման դարձավ վճարելու այսօր կրկին։ Էլ ժողովուրդը Փաշինյան Նիկոլին պետք չէ։ Իրան ինչ պետք էր ինքը ստացավ։ Իհարկե կարելի ասել ոնց է սա հնարավոր։ Պարզ, որովհետև այս ամեն ինչի մասին ասվել է, խոսվել է, ես չեմ ասում մենակ ես վստահ եմ, որ բազմաթիվ այլ մարդիկ ասած կլինեն, որ այն ինչ որ արվում է մեր հետ, արվում է որպես ընտրակաշարք,
եւ դա վերանալու է անմիջապես ընտրվելուց հետո։ Ես հիշում եմ հունիսի 7-ից հետո անցել է դեպի 10-15 օր, իսկ գրում են, սխալ է, տեսա դու սխալ է, տեսա լուսությունը անվճար չի ավարտվել, դերասանները ուսումն ասում էին, լսեք, միշտ ապեք։ Վարչապետը իր աշխատանքը սկսում է նոր վարչապետը օգոստոսի 3-ից։ Միշտ ապեք։ Դուք դեռ իրան պետք եք, որովհետև այդքան էլ պարզ չի ինչա լինելու։ Ամպերեք էլի լինելու է միևնույն։ Ու քիչ-քիչ եղավ, ապահովությունը դարձավ 50%, այդ 50%-ը մարդիկ պետք է վճարեն, իսկ երեխաների սպասարկումը դարձրեց վճարովի։ Ինչ որ ակնկալելի էր։ Հասկացեք, այս պարագայում էլի ոչ ոք մեղավոր չի, բացի նրանք, ովքեր ընդունեցին ընտրակաշառքը։ Անվճար օգնություն ստանալով բժշկական, 10,000 դրամ թոշակ ստանալով, կամ լավ հեռանկարի խոստումներով, ասենք եվրոպական ազատականացված վիզայի դիմաց։ Չէ՞ մենք լսել ենք, չէ՞, տեքստերը։ Լսել։ Հիմա տեսնենք ինչ ասում Նարեկ Կարապետյանը։ Պիտի լսենք։ Ու այն մարդիկ, որ ասում են, դες սիրում ենք, հարգում ենք, լսում ենք, բայց Նարեկ Կարապետյանին թիրախ մի սարքեք։ Ընկերներս, Նարեկ Կարապետյանը թիրախ է։ Ու նա իմ թիրախը չի, նա լեգիտիմ թիրախ է։ Նա իրա վրա է վերցրել ճակերտավոր եմ ասում ընդդիմության առաջնորդի դերը, հետևաբար ինքը թիրախանեց, թիրախա ոնց որ ես։ Այո, մարդ, որ ամեն օր երբեմն օր 2 անգամ ձեր հետ շփվում է էկրաններից տեսքում։ Թիրախ եմ ինչով, որովհետև ես պատասխանատու եմ իմ ամեն մի խոսքի համար։ Նարեկի գործն էլ սա է, հետևաբար ինքը թիրախ է, եւ մենք խոսում ենք իր գործողություններից։ Մենք ոչինչ չենք հորինում քննադատելու համար։ Տեսնենք ինչ ասում։ Երկար նայելով գործընթացին մենք հասկանում ենք, որ ազգային ժողովը գերի թողելով 100%-անոց ԿՊԱ-ական սարքելով, մենք ունենալու ենք այլ միջավայր մեր երկրում, դա անձնիշխանություն էր 100%-անոց։ Ինձ հետաքրքիր է, ուզում պատասխանի Նարեկը, ինչ է նշանակում մենք, кто это мы, сколько вас։ Ովքեր եք դուք, որ ասում եք մենք եւ քանի հոգի եք դուք։ Որ ձեզ թվում է, եթե դուք թողեք միայն իրենց խորհրդարանում, լնում 100% իրանք եւ անձնիշխանություն։ Ու ով է ձեզ ասել, եթե դուք մտաք խորհրդարան, չի լինելու անձնիշխանություն։ Անենց եմ ուզում այդ ասողների դեմքը տեսնել։ Բան չեմ ասել, ուղղակի ուզում եմ իմանալ։ Նարեկ Կարապետյան, որ ասում ես մենք այդքանի ոգեք եւ ով են այդ խելացիները։ Հա, որ իմանամ, էլի ես ունա կներեմ քեզ, Նարեկ։ Ազնիվ խոսք, որտեղ ես քեզանից ոչ մի քաղաքական իմաստուն որոշում, խոսք, բան չեմ սպասում։ Դու ապացուցել ես, որ դու քաղաքականության մեջ պատահական անցորդ ես, եւ քո կենսափորձով, եւ քո գիտելիքներով։ Լրիվ պատահական անփորձ։ Ես ուզում եմ տեսնել այլ ովքեր են ընդ պատահական անփորձ։ Ասիկ իրան պատահական անփորձ են դրաման են չակերտավոր եզակացության գալի, թե հինգերել են ու դիտավորյալ քեզ բերել են այս վիճակի։ Միայն դրա համար եմ ուզում տեսնել։ Ոչ հայոյելու են, ոչ ման, ուղղակի ուզում եմ հասկանամ այս ում իդեան է, որ դուք մտակ ընդեղ 100%-անոց անձնիշխանություն չի լինել։ Լսեք շարքացում։ 100%-անոց ազգային ժողովը դառնալու էր վերջնական իր խաղալիքը, ինչպես դուք տեսաք տասնյակ հայկական պետական կառույցների հետ, որ դա ինչն է փոխվելու, ուրիշ ձև պետք է ասել, ինչպես մենք տեսել ենք 21-ից 26 թիվ։ Ու դուք ինչ եք անելու, որ դա այդպես չդառնա։ Դուք ոչ մի լծակ ունեք, որ այդպես չդառնա։ Նախ որ այս երկիրը օրինական երկիր չի։ Նախ դուք ինքներդ եք վիճակում, որ այս ընտրությունները խախտումներով, ասա լեգիտիմ չի, դուք փաստորեն լեգիտիմացնում եք այն, որ ինքներդ ասում եք լեգիտիմ չի։ Մարդկանց էլ համոզելով, խաբելով, ընդվանում խաբելով, սա սուտ է։ Որ դուք եթե գնաք խորհրդարան, դա 100%-անոց անձնիշխանություն չի լինելու։ Ստեկել ինչ ասում։ Արցել են ուղակի խաղալիք, որը իրենց ֆունկցիան չի կատարում, անկախ ֆունկցիաները չեն կատարում։ Փողոցը լինելու է մեկ անգամ, հնարավոր է տարբեր արարներով
բայց մեկ անգամ եւ վերջնական։ Աստորեն, ասում են գնանք մենք խորհրդարան, կանենք ձեզ փողոց, տարբեր արարներ կլինի, բայց մի անգամ կլինի ու վերջնական։ Ես չեմ ուզում վիճեմ այս նախադասության հայերեն լինել կամ չլինելու հետ, մի անգամ ասեմ սա հայերեն չի, կարող ենք ուրիշ բաներ ուզում ասել, ուրիշ բան ասեց, դա էլ էական չի։ Ինչ է նշանակում փողոցում մի անգամ ու վերջնական։ Նարեկ։ Հայաստանում մի անգամ է եղել փողոցով հեղափոխություն, 18 թիվ, որին մասնակցում էին նաև ձեր բոլոր հիմնարկների աշխատողներ։ Շատ ինտենսիվ, ձեր կողմից ուղարկված, որը շատ սիրուն սցենարով գրված բեմադրություն էր, որը միայն այդ պարագայում հնարավոր եղավ իրականացնել, բացառապես այդ պարագայում, եթե դու նկատի ունես, որ հիմա գնանք, հետո սցենարը լինելու, որ մենք փողոցում պետքա դուրս գանք մի անգամ ու էլի ինչ-որ սցենարի, ես անգամ էլ չգիտեմ, կարող է գրզոն էր աշխատողներին ուղարկում, որտեղ դեռ աշխատող չի մնացել ոչ մեկի մոտ, հա գրզոր լվիկը հիմա իրանք են ուղարկելու եւ արդեն ըստ նոր սցենարի փողոցում է լինելու հեղափոխությունը, ես կասեմ երևի դրա մեջ տրամաբանություն կա, որովհետեւ առանց սցենարի, առանց կազմակերպած այդ օգնությամբ, ինչպես դուք օգնեցիք Նիկոլին 18 թվականին, Հայաստանում փողոցով չի լինի, որովհետև այդ փողոցը միշտ ոչ թե հնարավոր չի, հնարավոր է, բայց այդ փողոցը միշտ կոնտրոլի տակ։ Ինչպես 2 տարի առաջ Բագրատ Սրբազանի ձեռքով դուք կառավարեցիք, էլի կողքերից միջամտելով։ Այդ մասին մենք անպայման մի օր կիմանանք ով էր այդ ամեն ինչի ռեժիսորը, այդ ժամանակ հնարավոր էր ուրիշ ոչ մի տարբերակում։ Չկա այդպես ալիք, եթե դուք դրա մասին եք խոսում, ասա դրանք ով է սցենարիստը ու մոտարապես երբ է լինելու։ Ես այն ժամանակ կնստեմ ու կսպասեմ։ Մեկ էլ չեք ներվայնանա, կասենք դե լավ, պայմանավորվել են, էս տալիս է, էս տալիս է, էս տալիս է, էս տալիս է, նոր գնում է, թազա սցենարով, նարեկն էլ գալու է, կարմիր ձիու վրա, կամ սպիտակ, էական չի, հա, կարմիր ձիու վրա գալու է, ու ասի, հոպ, մի անգամ փողոց դուրս եկանք, ու մենք փոխեցինք։ Ես ես հիշացնեմ, ես շատ հետաքրքիր բանաձև է, Փաշինյան Նիկոլն էլ միշտ ասում, ես փողոց դուրս չեմ գալու, ես փողոց մի անգամ եմ դուրս գալու, դա լինելու է վերջնական անգամ։ Ինքը տարիներ շարունակ դա կրկնում էր։ Ինտերնետ կա, բան կա, հիշողություն կա։ Նույնն է արեք, նույն բանի մասին է խոսքը։ Ամենայն հավանականությամբ, եթե ոչ, ուղղակի ուրեմն դու ստում ես։ Գրակ առաջ։ Եվ այսպես, Ադրբեջանում հուլիսի 9-ին Վարդան Բայլանդակը Բայրամովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն պարբերաբար տեղեկացվում է թրիփ նախագծի շուրջ Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ բանակցությունների մասին։ Այսինքն ԱՄՆ Հայաստան խոսում են, Բաքուն տեղեկացվում է դրա մասին։ Գուշակեք ով է տեղեկացնում։ Քանի որ Թրամփի ուղու մուտքային եւ երկային սահմանակետերը տեղակայված են լինելու Ադրբեջանի տարածքում։ Բարձր հարգելի ընկերներ։ Այսինքն մուտք ու ելքը ստուգում է ադրբեջանցին։ Հայաստանի տարածքը ընդամենը մի հատ տարածք է, միջանցք։ Որտեղ Հայաստանը ոչ մի բան փաստորեն չի ստուգելու։ Ու Հայաստանն ու Ամերիկան իրար բանակցում են ու տեղեկացնում են Բաքվի։ Ու պայմանը դա է, այդպես պետք է լինի։ Ես իհարկե չեմ ուզում տեսնեմ Նիկոլ Պաշտողների դեմքերն ու ցայները չեմ ուզում լսեմ, որ իմ անդեղից կգոռան, չէ, նման բան չկա, դե բոլորս ստախոս ենք, բոլորս, հա, ռուսի ճողտ մի խոսքով էս կարգի բաներ չկա, անկլավների մասին էլ խոսակցություն չկա, տեսակ տեսնենք, ամեն ինչ հերթով գնում ենք իրար, բայց միջև հասնել այնտեղ, ես հիշեցնեմ, որ ես 3 եւ այսօր պետքա Կնեսետում քննարկվեր ցեղասպանության հարցը Իսրայելում։ Եվ դա հետաձգվեց։ Ոչ մի ձայն չեղավ ու փաստացի հետաձգվել է եւ կքննարկվի արձակուրդներից հետո։ Բայց դա չի նշանակում, որ հարցը փակված է եւ Բաքվում շատ ծանր են տանում այդ հանգամանքը։ Դա
անդրադարձել Արտյոմը Երկանյանի, ասում եմ մի հատված լսենք։ Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը լուրջ լարվածություն է առաջացրել Իսրայելի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում։ Երուսաղեմյան մամուլը գրում է, որ Բաքուն ի պատասխան կարող է կոշտ քայլեր ձեռնարկել։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ տպավորություն կա, որ Բաքվի արձագանքը շատ ավելի բացասական էր, քան Անկարայինը։ Այդպես էլ կա, թուրք-իսրայելական հարաբերություններում արդյունքում քիչ բան կարող էր փոխվել այն պարզ պատճառով, որ այդ հարաբերությունները պարզապես գոյություն չունեն, բոլորովին այլ իրավիճակ է Իսրայելի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, այդ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն եւ հիմա իրական սպառնալիք կա, որ այդ ռազմավարական հարաբերությունները, նույն եթե ոչ կտապալվեն, ապա լրջագույն խնդիրներ կառաջանան։ Մասնավորապես Ynet իսրայելական հեղինակավոր պարբերականը գրում է, որ սպասվող խորը ճգնաժամը կարող է լինել շատ ավելի լուրջ, քան կարող է թվալ առաջին հերթին։ Պարբերականը գրում է, որ Բաքվում բոլոր հիմքերը ունեին կարծելու, որ Իսրայելի ղեկավարությունը հարգանք ցուցաբերի իրենց հանդեպ այս հարցում եւ հաշվի կառնի իրենց մոտեցումները։ Բայց չնայած դրան, Բենյամին Նետանյահուն ըստ էության արհամարեց Բաքվի տեսակետը եւ որևէ կոռեկտություն չցուցաբերեց Ադրբեջանի համար այդպիսի այսպես զգայուն թեմայի նկատմամբ, ինչպիսին է հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Եվ պարբերական այդ ամենը ամփոփելով գրում է, որ Բաքվում համարում են, որ Իսրայելը ճանաչելով հայոց ցեղասպանությունը ըստ էության մեջբերում եմ հատում է կարմիր գծերը, որից հետո անխուսափելի է դառնում Իսրայելի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում լրջագույն լարվածությունը։ Մամուլ են թափանցել նաև տեղեկություններն այն մասին, թե ինչ մթնոլորտում է կայացվել ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը։ Պարզվում է Իսրայելի ղեկավարները ոչ միայն նպատակահարմար չեն համարել նախապես խորհրդակցել Ադրբեջանի հետ, լսել իրենց կարծիքները, այլ նաև նույնիսկ չեն էլ տեղեկացրել նախապես սպասվող որոշման մասին։ Արտգործնախարար Գիդեոն Սարը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսով կապվել է միայն այն բանից հետո, երբ մամուլում արդեն տարածվել էին տեղեկություններն այն մասին, որ կառավարությունը այդ որոշումը կայացրել է եւ առաջարկում է Քնեսետը այն վավերացնի։ Մինչդեռ երբ նախորդ անգամ Քնեսետում սպասվում էր հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին այդ լսումները, արտգործնախարարը նախապես կապվել էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, լսել էր իր կարծիքները, իր տեսակետները եւ հաշվի առնելով այդ ամենը իշխող խմբակցությունը եւ կոալիցիան չէին սատարել այդ որոշմանը։ Բոլորովին այլ իրավիճակ է հիմա։ Փաստորեն նախորդ անգամ զանգել են, խորհրդակցել են, ականջալուր են եղել եւ չեն ներառել այդ հարցը քննարկման։ Հիմա նույնիսկ չեն էլ տեղեկացրել արհամարած ունենան։ Ինչի համար։ Եթե Իրանի պատերազմը ավարտված լիներ, ես կմտածեի, որ էլ Ադրբեջանը հետաքրքիր չի Իսրայելին եւ մեծ հաշվով թքած ունենա այնտեղ ինչ տրամադրությունները, բայց չէ, Իրան Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատերազմը մտել է շատ ավելի կոնկրետ ու ուժեղ փուլ, Ամերիկայի Միացյալ Նահանգները ռմբակոծումը Իրանը ռմբակոծում է Ամերիկայի Միացյալ Նահանգների բազաները, որոնք գտնվում են արաբական երկրներում։ Դա չի վերջացել, բայց ինչի Իսրայելի համար միանգամից երկրորդական դարձավ Ադրբեջանի գործումը։ Ընդ որում ադրբեջանցիները ամեն ինչ անում են իրենց լոբինգի միջոցով այնտեղ Իսրայելում գոյություն ունեցող, որ Կնեսետ մտնի պայմանականորեն ասած Խոջալույի ցեղասպանության քննարկման հարցը, որ Իսրայելը ճանաչի ցեղասպանություն, այն ինչ որ իրենք են ներկայացնում, որ եղել է Խոջալույի։ Եվ չեն կարողացել։ Եվ այս առումով իրանք շատ դժգոհ են Իսրայելից եւ համարում են Իսրայելը հատել է ինչ որ կարմիր գծեր։ Դե ինչ արած, Ալիևը պետք է հասկանա, որ բոլոր երկրների ղեկավարները չեն, որ Նիկոլ Փաշինյանն է, երբ որ երբեմն լինում է նաեւ այլ ձևեր լինում, հա, այլ երկրի ղեկավարներ են լինում։ Հիմա տեսնենք ինչ են ասում մեր հարևան իրանցիները, մենք երեք խոսեցինք, որ Հայաստանում Իրանի դեսպանն է անդրադարձել, բայց եւս մեկ անդրադարձել, հիմա տեսենք։ Դոլաթ Արմենստան Հայաստանի իշխանությունը բազմիցս հավաստիացրել է, որ այս ճանապարհը Իրանի շահերի եւ երկկողմ հարաբերությունների դեմ չի լինի։ Սա Իրանի
հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդատունը։ Մի հատ զգուշացեց դեսպանը երեք, հիմա արդեն գլխավոր հոգևոր առաջնորդի, ինչ եմ ասում, հոգևոր առաջնորդը Փաշինյան Նիկոլի իշխանությունը չի ճանաչել։ Փեզիշկյանն է ճանաչել։ Ճանաչել ո՞նց է, շնորհավորել է, բայց երկրի գլխավոր դեմքը հոգևոր առաջնորդն է։ Ինքն էլ էս խորհրդականն է, գլխավոր խորհրդականն է։ Լսենք ինչ է ասում։ Հուսով ենք այդ է, որ այս ճանապարհը Իրանի շահերի եւ երկկողմ հարաբերությունների դեմ չի լինի։ Հուսով ենք այդպես կլինի, սակայն խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանությանը եւ ազգին, որ նահանգների խաբեությանը չտրվեն։ Այս պատերազմի ընթացքում Պարսից ծոցի երկրներում Միացյալ Նահանգների ներկայության հետևանքով պատահածը պետք է դաս լինի։ Պարզ ասում է, ժողովրդին է դիմում, ասում է Միացյալ Նահանգների հետ պատահածը պետքա դաս լինի, այսինքն ինչ էր պատահել Միացյալ Նահանգների հետ իրականում։ Այն երկրները, որտեղ Միացյալ Նահանգները ներկայություն ուներ, ռմբակոծվեցին ուղղակիորեն, միջև մեր ռմբակոծվում է։ Մարդ ասում է, պետքա որ դաս լինի, ով հայ ժողովուրդ եւ Հայաստանի կառավարություն, կիսատ պրատը դու գոյություն ունես։ Իրանին հարվածելու նպատակով է Միացյալ Նահանգները մեր հարևան պետություններում ներկայություն ապահովում։ Դրանից վնաս են կրում նաև այդ պետությունները։ Վերջ, այնպես պարզ ասում եմ արդեն, ուրիշ ոնց ասեմ։ Հուսանք դա չի լինի Հայաստանում։ Ցանկացած պետություն, որն Իրանին հարվածելու համար պլացդարմ կդառնա նահանգների ձեռքում կտուժի, զգուշացնում է Իրանի նորընտիր հոգևոր առաջնորդի խորհրդականը։ Վերջ։ Հիմա Նիկոլը պետքա ընտրի։ Ինչ անելու։ Դառնում է թիրախ բավարարելու համար Իրանին եւ այն ներողություն Ադրբեջանին եւ Թուրքիային։ Հա, թե ինչ անում։ Ընդ որում ասեմ, այս ճանապարհի ասենց ասեմ, գլխավորներից մեկը, մի քանի խավոր կա այստեղ, գլխավորը դա մնում է Պուտինը, քանի Ռուսաստանը կա, քանի Ռուսաստանը վերջնական չի կործանվել, այո նա վիճակը վատ է, բայց նա վերջնականապես դեռ չի կործանվել, պետք է վստահ հասկանանք, կարող է վաղը Թրամփն էս մի հատ որոշում կայացնի, փրկի նորից Պուտինին, մենք արդեն ամեն ինչ տեսել ենք, ամեն ինչ սպասում ենք, Պուտինը դեռ կա, դեռ նա շուտ է, այստեղ շարքից անել, չկա իրա, ոչ շնորհավորանքը, ոչ ճանաչումը, ոչ մի բան, ոչ հարաբերությունների վերականգնումը, այս ճանապարհը Թրամփի ուզելով չի լինելու, ինչքան էլ Նիկոլը երազում է, որ դա Թրամփի հետ բանակցությունների արդյունքում այդ հարցերը լուծեն, էլ Թրամփի որը այսօր կա վաղը չկա, բառացիորեն այսօր կա վաղը չկա, ասենք եւ իրավական առումով եւ ֆիզիկապես, Մեզ շրջապատող ցանկացած երկիր, որն իր տարածքը կտրամադրի Իսրայելին կամ Միացյալ Նահանգներին մեր դեմ գործելու համար, վնաս կկրի, կապ չունի թե դա որ երկիրն է։ Հիմա ավելի բաց են ասում, երբեք ես բաց չեն ասել, միշտ հասկացել են, որ ինչի ես գլուխդ գցում գելոտինի տակ, ադիք ես պահենք, երեք ասում է, չէ, դրա փոխարեն մենք պայմանագիր ենք հիմա բանանում, կազմում, որը քեզ հրավիրում ենք Թեհրան, գազ ստորագրես, որը եւ տնտեսականն է, եւ քաղաքականն է, եւ ռազմականն է, բայց չէ, ստականքը չի գնալու, ինքը ուրիշ օրակարգ ունի, այդ լսենք։ Կամ ինչ կապ ունի թուրքը, վրացին, ռուսը, հայը, կամ ինչ կապ ունի թուրքը, վրացին, ռուսը, հայը, ասենք այդ բանը, այդ այսպես ասած իբր հատ լրացուցիչ էմոցիա է, կամ կարդում ես վերնագիրը, հայ բանը, ասենք օրինակ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին, վերնագիրը 4 տառաչափ ավելի մեծ։ Ոնց է նեղվում այդ հանգամանքից։ Ոնց է նեղվում այդ հանգամանքից, ոչ մեկ Թուրքիայի քարոզը, թուրքական շահերը այդքան ակտիվ ու արդյունավետ չի պաշտպանել Հայաստանը, որքան է ստականքը իր հետևորդների հետ։ Որ ճապոնացուն հաղթել, դե ափսոս որ հաղթել, այ որ ճապոնացու Հա, որովհետև ճապոնացին օրինակ չի մտնում մեր գերեզմաներն ու սրբատեղիներն ավելի։
Քանդված, պղծված եկեղեցիներ, խաչքարեր, կոթողներ ու գերեզմաններ։ Այս քաղաքականությունն է որդեգրել Ադրբեջանը օկուպացված Արցախում։ Կրոնական հետքի ջնջում, պատմական ներկայության վերաձևում, Այն ինչ որ արվել է Նախիջևանում։ Այն ինչ որ արվել է Նախիջևանում։ Ութային յուրացում, քաղաքային հիշողության ոչնչացում։ Սա էլ վերջնական նպատակն է։ Բայց սա գիտեք ում համար է ցավ։ Ով իրեն ասոցացնում է այդ պատմության հետ, այդ մշակույթի հետ։ Բայց ոչ սա ծաղրում ավելի լավ կլներ։ Այսինքն դա կներեք, հենց այդ եմ ասում, դա բանի, դա ինքնիշխանությունից զրկող խոսույթ է։ Լսեցիք, ինքնիշխանությունից զրկող խոսույթ է։ Երբ որ գրում ես հայ ըմբիշը, հաղթեց թուրք ըմբիշին, ինքնիշխանությունից զրկող խոսույթ է։ Այ որ զինվորի տանում սպանում ես Արցախ, դա ինքնիշխանությունը ապահովող process է, բայց երբ որ գրում ես հայը հաղթեց թուրքին, դա ինքնիշխանությունից զրկող խոսույթ է։ Հասկացեք, ես ներից ավելի բան չեմ պահանջում։ Այս հարցի պատասխանը պետք է տան նրանք բոլորը, ովքեր ընտրել են այս ները։ Իրոք պետք է տան։ Դե ինքը թքած ունենա, ասում եմ, սա իրան ինչ որ կատարվում աստեղ, այդ բացարձակապես իրան հետաքրքիր չի, որտեղ ինքը չի Հիմնահատակ ավերել ասոցացնում։ են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարը, քանդել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին, վնասել են Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը, ավերել են Խնածաղ գյուղի հայրենական եւ արցախյան պատերազմների Թքած ունենես ամեն ինչ, ինքը իրան չի ասոցացնում ոչ մեր հետ, ոչ հայրենիքի հետ, ոչ հիշողության հետ, ոչ մի բանի հետ։ Ները դա բազմիցս ապացուցել է։ Դա համար ես իրենց ոչ մի պահանջելու բան չունեմ։ Իմ պահանջը ների հետևորդներից է։ Այս հարցերի պատասխանը իրանք պետք է տան։ Մասան, ընկերեք չլսենք։ Иран заявил, что переходит к наступлению. Командующий Центральным штабом заявил, что военная доктрина вооруженных сил Ирана сменилась с оборонительной на наступательную. По его словам, Иран изменил боевую тактику, и в операциях будет использоваться передовое оборудование и современное вооружение. По словам Абдуллахи, армии США и Израиля ожидают большие сюрпризы. КСИР снова ударил по штабу 5-го флота США. Если верить официальному сообщению, то в 74-й волне иранской операции удары пришлись по 27 объектам США и Израиля. Ասեմ, թարգմանեմ սա ինչ է նշանակում։ Հայտարարել են իրանցիները, որ իրանք փոխում են իրանց ռազմական դոկտրինը եւ պաշտպանողական պատերազմից անցնում են հարձակողական պատերազմի։ Սա նշանակում է, որ եթե միջև հիմա ընդամենը ռմբակոծում են թիրախները, ու շատ հաջողությամբ, շատ մեծ ճշգրտությամբ, հիմա իրանք անցնում են հարձակողական պատերազմի։ Եվ այն հանգամանքը, որ ինքը նորից ասում է, որ եթե մտան այնտեղ, հա, դա վնաս կլինի երկրի համար, դա նշանակում է, որ իրանց համար ուղղակի ըստ իրաց նոր դոկտրինի ոչինչ չի նստելու Արաքսի անցնելը ուղղակի անցնելը։ Սրա մասին հայտարարում է բաց, որ իհարկե հիմա սա հայտարարում է Իրանի եւ Ամերիկայի եւ Իսրայելի համար, բայց եթե հանկարծ այդ զորքերը մտան ստեղ, այդ տեխնիկան սկսեց աշխատել այդ տարածքներում, արդեն ըստ իր ռազմական դոկտրինայի ինքը ոչ միայն իրավունք ունի ռմբակոծել, այլև նույնիսկ սահման անցնել, մտնել որոշակի ռազմական գործողություններ անելու համար, որի մասին ինքը պարզ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականն է ասում սա։ Սա բանը Փեզիշկյանը չի։ Ինքը այս հարցում առաջնային դեր չունի, ոչ էլ առաջնային խոսք ունի։ Այդ երկրի խոսքը իրաց Պուտինն է, ասենց ասեմ, իրանց աստվածն է։ Խամենեին։ Իսկ իրանց Խամենեի գլխավոր խորհրդականն էր։ Այս մասին նա խոսում։ Սա Նիկոլ Փաշինյանը մտածելու բան ունի Ալիևի հետ եւ Էրդողանի հետ նույնպես։ Մենք լսենք սա ինչ ասում։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե անկլավային գյուղերի հարցը լուծվելու է սահմանների դեմարկացիայի ընթացքում։
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Բաքուն արդեն նախապես տնօրինում մեր հողերը, խոսելով անկլավների վերադարձի մասին որպես կանխորոշված փաստ։ Խոսքը Տավուշի ու Արարատյան դաշտի ռազմավարական հատվածների մասին է, որտեղ անցնում են ճանապարհներ, ջրագծեր ու գազատարներ։ Բայրամովն ուղղակի հայտարարում է, թե ինչ է ստանալու, մինչ Հայաստանի իշխանությունը լռում է կամ արդարացնում։ Երբ թշնամին քո տարածքի ճակատագիրը որոշում է քեզնից առաջ, դա արդեն ոչ թե բանակցություն է, այլ թելադրանք։ Իսկ մեզ այս մասով հարց ա եղել, անկլավների մասով, որ Փաշինյան Նիկոլասյանը դե իհարկե պետք է բանակցել։ Սա նշանակում է, որ Սյունիքի այն գյուղերը, այն համայնքները, որոնք Փաշինյան Նիկոլին ձայն են տվել, իրոք ստանալու են իրենց բաժին պատիժը։ Անշուշտ ընդդեթացը չորեկա տուժի, բայց ինչպես Արարատն է այսօր տուժում, ինչպես մյուս գյուղացիներն են տուժել ու դեռ տուժելու են, բոլոր ովքեր ձայն են տվել Փաշինյան Նիկոլին, պետք է հասկանան մի բան։ Իրանք արդեն արագացված կարգով դառնում են հանցագործ, երկրասպան, ու սա սարերի հետևում չի, սա իրականությունը։ Սա իրականությունը ու շատ մոտ իրականությունը։ Այսօր Ծառուկյանի կոկորդիլոսին են ուզեցել տանել եւ կոկորդիլոսը աստորեն վնասել է ոդկը։ Ասում են հոշոտել է, կարող է կծոտել է, ես չգիտեմ այդ ինչ կարգի է հոշոտել, այն աշխատողներից մեկի ոդկը։ Հիմա ինձ ասեք էլի։ Ճիշտ է կոկորդիլոսը, թե չէ։ Իսկ ինչ վատ կլներ, եթե առուսնել ինչ որ մեկի ոդկը հոշոտել ու մնար կենթանի։ Սրանք չեն հասկանում ինչ են անում։ Սրանք չեն հասկանում ուր են մտել։ Ես մոտ ուզում հարց տամ, էլի։ Այս կենթանիների հետ ինչ եք ընկել։ Ինչ են արել այդ կենթանիները ձեզ։ Դա ձեր սեփականությունն է։ Այս կենթանիները այդ մարդու սեփականությունն է։ Հիմա այս կենթանիները ու այս սեփականության պահպանության հարցով ամենաառաջինը գիտեք ովքեր պետք է կանգնեին պաշտպանության գծում։ Ասեմ, Լֆիկն ու Գրզոն, Արսենյան Գուգոյի հետ։ Առաջին իրանք պետք է կանգնեին, ասեին չի կարելի ոչ մի դեպքում մարդուն ձերբակալել հետ կպնել նրա սեփականությանը, հիմնարկներին տանը, ունեցվածքին, որովհետև եթե հիմա իրանք չեն անում, սա լինելու է նաև իրենց հետ։ Ասում, իրենք հիմա առաջինը պետք է կանգնած լինեն, սա թույլ չտալու համար, որ հետագայում արդեն որպես նախադեպ մեկն էլ իրենց պաշտպանել, ասում, դե չի կարելի, Գրզոյին կարող եք տանել կախել, բայց դե հիմա ինչ կապ ունի, իր ունեցվածքը։ Բայց չէ, իրանք նստած նայում են եւ ուրախանում են, ինչ է կատարվում Գրզոյի Ծառուկյանի հետ։ Իմիջիալոց Գրզոյս քեզ հիշեցնեմ։ Շատ կեղտոտ լակոտ ես, բայց դու սա պետք է հիշես։ Հիշում ես, որ Նեմեցը քեզ սկսել էր ոտերի տակ 2009 թիվներ, 2008-2009 մարտի 1-ից հետո։ Հիշում ես, որ քեզ ունես զրկում էր, բջնիով, բանով, ամեն ինչ խլում էր ձեռից հետ։ Դու էլ որովհետև Լևոնին էիր պաշտպանել այդ դրանից առաջ։ Հիշում ես։ Գիտես, հիշում ես, ով էր քեզ պահում, ով էր փորձում քեզ փրկել։ Այս Ծառուկյան Գալման։ Ես լավ եմ հիշում։ Հիշեցիր, հիշացեք էլի դրան։ Ասա, որ այն ինչ որ քեզանից չխլեցին, Արզնիի գործարանով բանով, այն ինչ որ Հայաստանում մնաց քեզ ու քեզանից չխլեցին, դա մնաց Ծառուկյան Գալոյի շնորհիվ։ Սա շատ նեղ ինֆորմացիա է։ Ինքը կարում էր խոսալ Նեմեցի հետ։ Նեմեցը քեզ ուզում էր ուղղակի ոչնչացնել։ Քեզ փրկեց այդ ժամանակ Ծառուկյան Գալոն։ Գրզո։ Կյանքը գիտես ինչ է։ Դու գիտես ինչ է, դու կտեսնես ինչ է։
Սա լսենք։ Պարոն Փաշինյան, նորից պետք է անդրադառնամ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը, այդ դրվագներին։ Օրինակ դուք որ այդ տեսնում եք, ինչ եք զգում։ Այսպես մարդը կանգնած է, աշխատակիցը սենց խփում է, այդ այն տրամաբանության մեջ է, որ պարկեցրեք գետին, ձեր նախորդ հրահանգները փռեք ասֆալտին, պարկեցրեք գետին, որ ձեր հոգին փառավորվի դրանից։ Ես ձեր նշած տեսարանները չեմ տեսել, ընդհանրապես գաղափար չունեմ։ Սացիկ։ Թե ինչի մասին եք խոսում, դրանք ինձ հետաքրքիր չեն։ Իսկ ինքը չի ասում ինչպես թե, ոնց թե, ինչի պետք է տեսնի, ասում ինձ ես չեմ տեսել, ինձ հետաքրքիր չէ։ Այսինքն իրան հետաքրքիր չի Հայաստանում ինչա կատարվում։ Ես իրան բան չունեմ ասել, ինքը ներն է։ Ինքը հենց բերզեբուխն է։ Հա։ Ես իրան ընտրածներին եմ ասում։ Դուք լսեցիք նոր ինչ ասում, մեծ հետաքրքիր չի։ Այսինքն օրենքի ինչ խախտումներ ա եղել, ինչ լկտիություն ա եղել, ինչ ա եղել, իրան հետաքրքիր չի։ Ու ինքը չի տեսել։ Իրան հատուկ չեն տալի ցույց տվել այդ ամեն ինչը։ Իր հրամանով չի եղել, գրողի, բայց ինքը կարևորը մատնեց իրեն, որ ինքը չի զարմացել, որ նման բան ա, նման չթույլատրվող բան ա եղել։ Ու այս դեմքի արտահայտությունով դուք սրա մեջ ձեր հանցագործության բաժինը ունեք։ Ես ամեն օր չեմ ծուլանալու ձեզ մասին հիշեցնել անոր։ Ես գիտեմ, որ դուք նստած այս վիդեոները նայում եք, տարածում եք ձեր ներքին չաթերում, որ ձեր անառակի զավակները թռնեն ալիքիս վրա, ռեպորտներ անեն, հայոյանքներ գրեն տարբեր տեղերում։ Ես գիտեմ։ Ես ձեզ դրա համար եմ ասում։ Հասկանում եք, դա իրականության մեջ չի փոխում, ինձ դա ոչ մի բան չի անում, որովհետև ձեզանից ոչ մեկը կենթանի դիմացս կանգնած աչքերից որ նայ իր արցունքներն է թափելու վախից։ Դուք կմոռանաք նույնիսկ ինչի եք եկել։ Ես դրանով հանգիստ եմ, հասկանում եք։ Դա համար այդ ինձ ոչ մի բան չի ասում։ Ես գիտեմ, որ դուք նայում եք, ու ես ասում եմ, ինչ որ հիմա կատարվում է, սրա պատճառը դուք եք։ Սատանայի աջակիցներդ։ Ասենք, էլ ինչ է ասում ես ները։ Մինչև ներին հասնելը, когда Бертрան Ռասելին հարցնում են, էլի, ֆաշիզմը ոնց է ծնվում։ Ասում է, սկզբից ֆաշիստները ասում է, հմայում են հիմարների, հետո փակում են խելոքների բերանը։ Այ ինչ որ եղավ Հայաստանում։ Տիպիկ։ Այնպես որ հմայված հիմարներ։ Այդ ես չեմ ասում, Բերտրան Ռասելն ասում։ Կարեք իրան էլ հայերեք։ Բայց սա բացարձակ ճշմարտությունն է։ Դրանով այսօր որ դուք ավիրում եք ձեզ նախարար, դեռ այդ երկիրը դուք եք չի ապրում։ Հեսա դուք եք քաշելու այս ամբողջ վնասները անպայման։ Դուք քանդում եք ձեզ առաջին հերթին ու նաև քանդելուց հետո պետք է պատասխան նաև տակ քանդելու համար։ Ոչ թե ես եմ պատասխան տալու, այլ դուք ու մնալու եք նույն հիմարը մեկը, ոչ մի բան չի փոխելու։ Որտեղ նախ մեր բերանը հնարավոր չի փակել։ Ինչքան Երևանում փակված բերան կա, ես բոլորի տեղը մի բան էլ ավել մեկա խոսում եմ։ Դրա պակասը չկա, իմ բերանելու չեք կա փակել։ Բայց դուք մնալու եք ամեն պարագայում հիմար։ Ու ձեր ձեռքով արվում էս ամենը։ Դե հիմա կարող եք Բերտրան Ռասելին հայոյել։ Բայց սա լսեք։ Չմտնել դաշտեր, որ հետո տարիներով անընդհատ այս նույն ցիկլի մեջ մտնենք, նրանք ովքեր կանեն այդ կարգի։ Ես ուզում եմ նույնպես դիմախաղին նայեք սա։ Բայց դուք իսում եք ընտրել ար։ Դուք եք սա մի հատ լսել։ Եմ Արադ ցեմենտի հարգելի աշխատողներին։ Չմտնել դաշտեր, որ հետո տարիներով անընդհատ այս նույն ցիկլի մեջ մտնենք, նրանք ովքեր կանեն այդ կարգի գործողություններ, այսինքն, չգիտեմ, մարդկանց վրա ճնշում կգործադրեն եւ այլն եւ այլն։
մարդկանց վրա ճնշում պետք է գործադրել, մարդիկ, որոնք աշխատանքից զրկվել են, հա, ինքը մարդկանց զրկել է ապրուստից, հանկարծ նրանք մարդկանց վրա ճնշում գործանեն։ Այդ աշխատողը փողի կարիք ունի, աշխատանքի կարիք ունի, ինքը ում վրա պետք է ճնշում գործադրի, քո ենիչերիների, հա, հեսա զամասին բանն եմ ասել։ Փորձելով նրանց մղել գործողությունների, ազատվելու են աշխատանքից։ Ինքը արդեն սեփականացրել է այդ գործարանները ու ազատելու է այդ մարդկանց աշխատանքից։ Բա ինքն է Աստված, արա, դուք չեք հասկանում։ Ները իր ամբողջ բալն է, բալը, հիշում եք այն կոտոշավորան ասումին։ Ինքը արդեն դիտապետում ամեն ինչի, մարդը նշանակում, մարդը հանում, ցեմենտի գործարանում, արդեն դե էլեկտրոցանցերը սեփականացրել են, ինչի ցեմենտի գործարաններ չսեփականացնի կամ մնացած հիմնակները գրզո լսի, գրզո եւ լֆիկ, դուք հասկանում եք հերթի մեջ դուք եք։ Նախադեպ կա այս ամեն ինչին։ Բոլշևիզմը սենց վազում է Հայաստանը, մեծ լոնքերով։ Բոլշևիզմն է սա։ Հիմա գամ, մատեստեղեք ինձ։ Շարանը, մարա, գրեմ կորցվես, արա, էդի խոսքի Նիկոլի ոչ դա, գրեմ, կացեմ ջեբդ, բռնեմ դատեմ։ Եսենք էդի ինչ։ Հաջան, ումը, Միջև հոգեբանին լսելը, ես մի փոքր այսօր ես սիրում եմ, չէ՞ թվեր։ Ասի փորփդ եմ տեսնեմ Արարատում, որ այսքան մարդ է աշխատանքից զրկվել։ Մարդիկ ասում են աղբի ջան, այս ամսի 15-ը գալիս է, մենք պետք է վեճարումներ անենք։ Փող չունենք։ Աշխատավարձ չենք ստանալու։ Մեր փողերը վեճարումներն ով անել։ Մենք չենք կարող աշխատենք, որ աշխատավարձ ստանանք։ Այս հարցը ո՞նց է լուծվելու։ Ով է անել։ Ասի մեկը նվել Արարատում, Արարատի մարզում։ Մեծ։ Նիկոլ ընտրվել է, ինչքան ձայն ավակել։ Եվ գտա այսպիսի թիվ 55,000 ձայն է հավաքել Արարատի մարզում Փաշինյան Նիկոլը։ 55,000։ Դա ընդհանուր ընտրողների մոտարապես 30%-ն անում։ Ընդհանուր ընտրողներ, եթե հաշվի առնենք, որ 60%-ն է գնացել ընտրություն, այսինքն մոտարապես 140,000-ն է գնացել, ընտրել չէ ներողություն, 120,000-ն է գնացել, 120,000-ից 55,000-ը կեսից մի քիչ, կեսից մի քիչ ձայն են տվել, այսինքն ամեն երկրորդը։ Մի քիչ լավ։ Ամեն երրորդից մի քիչ ավելի ձայն են տվել Նիկոլին։ Ու հիմա այս մարդիկ մնացել են առաջ աշխատանքի։ Բա ինչ եք ուզում։ Դուք ամեն երրորդը ձեն տակ Նիկոլին, այսինքն 5-ից 2-ը ձեն տա Նիկոլին, ու դուք աշխատանք ունենաք, ու դուք չտուժեք, հա։ Ձեր բերքը չմնա փտի, ձեզ աշխատանքից չզրկեն, կարկուտը չխփի ձեզ, չգիտեմ, էլ ինչ է դա սպասում Հայաստանին, բայց որ լիքը վատ բաներ է սպասում, դա հաստատ է, հավատացեք, ները ազատ քայլերով քայլում է Հայաստան, ինչպես Ամերիկայում այսօր անում, նույն բանն է, ընդ որում, Ամերիկան մեծ երկիր է, եւ ուժեղ երկիր է, ստեղ այդ ավերածությունները կարող չերևա այդ անպայման հետ կթողել է, բայց ոնց ոչ թե Հայաստանի չէ։ Բա դուք 55,000 մարդ Արարատից ձայն տան Նիկոլին, ու դուք համել աշխատանք ունենաք, ու ես վստահ եմ այսօր աշխատանքից զրկվածները ցեմենտի գործարանում իրենք են ընտրել։ Ես չեմ ասում 100% բոլոր, բայց իրենք են ընտրել։ Հիմա ինչ անել ամսի 15-ին, երբ որ բաները գալու է, հաշիվները գալու է, պետք է տանել վճարել եւ փող չկա։ Ես ասեմ արարատցիներ չեմ։ Վերցնում եք այդ չեկերը, գնում եք բոլոր նրանց տուն, ովքեր ընտրել են Նիկոլ։ Դուք լավ գիտեք ովքեր են Նիկոլին ընտրել։ Դուք գիտեք ձեր մասպետարանի աշխատողներին, ձեր միլիցեքին, իր համար քարոզանողներին, իր շտաբի պետերին, իր բոլոր Նիկոլ ընտրողներին գիտեք, չէ՞։ Նիկոլը չի հաղթե, բայց ահագին ձայն ատարեք։ Գնում եք այդ չեկերով, մտնում եք իրանց տուն, ասում եք դե հիմա վճարեք արա էսի։
Դուք եք ընտրել այս իշխանությունը, ինձ հացից զրկելը, դուք եք պարտադրել ինձ այս իշխանությունը, դե վճարեք էսի։ Եթե դուք չանեք սա, նշանակում է իրենք ճիշտ են արել։ Որովհետև հիշում եք, բանի է, մայստրոյի խոսքը։ Եթե նրանք մեզ հետ այդպես են վարվում, նշանակում է մենք հույլ ենք տվել դա։ Ուզում եք այլ ձև լինի, պետք է այլ ձև անեք։ Չեք կարող ապրեք նույն ռիթմի մեջ, լավամարդ լինելով ու համել աշխատանք ունենաք։ Չէ, այս հետ օրեր անցել է։ Հələ տեսեք, հələ խոսքը ընդամենը աշխատանքից զրկվելու մեջ է։ Այսա ճանապարհից եք զրկվելու, ընդհանրապես։ Մենք բոլորս իր հետ, ասեմ դուք, ես էլ ձեր հետ։ Հիմա լսենք հոգիբանի։ Տարուկյանը 2 ամսով կալանավորվեց։ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման մեջ։ Ու խայտեն շատ լավ է լինում, ինչի պիտի իր առյուծը ամեն օր միս ուտի, ես չկարանամ այդ միսը ուտեմ։ Ինչի պիտի ինքը ապրի ճոխ տների մեջ լինի հարուստ, ես ոչ մի բան չունենամ, ես ոչ մի բան չլինեմ։ Սրտից եմ խոսում, հավեսա չէ, սենց սիրտը հանգստանում բավարարվում է։ Այս նորմա չի, այս հրա հետ աշխատելա պետք ու ցավոք հոգեբանության մեջ չկա բոլորին քաչ հայտնի աբիժնիկ արտահայտության գրական տարբերակը կամ տերմինը, սակայն կա դրա բացատրությունն ու մեկնաբանությունը։ Եկեք հավաքվենք, հասկանանք այդ աբիժնիկությունը ինչերից է կազմված։ Երկար հարցը դա չի։ Հասկացաք հիմա այս սրանով ուրախացողները ովքեր են։ Աբիժնիկ բառն էլ իրանց համար բան չի, նույնիսկ չի սահմանում ամբողջությամբ իրանց էությունը։ Սրանք կարճատես, բոլշևիկներ են։ Ոչ չեն հասկանում, եթե հնարավոր է Ծառուկյան Գագոյետ, իրանք ով են։ Ով են իրանք։ Դա լինի Գրզոն, դա լինի Լոֆիկը, դա լինի հասարակ Նիկոլ Ընտրողը։ Ով եք դուք։ Չէ՞ որ վաղը մյուս օր անպայման այս ուխտը ձեր դռանն էլ է չոքելու։ Եթե դուք այս ամեն ինչը տեսնում եք ու ձեր մոտ ամոթի զգացում, չի առաջացնում։ Դուք ինձ հիշեցնում եք, ասեմ, նույն բոլշևիկներին, որոնց ասում էին գնա այդ հարուստի տունը քոնն ապրելու, ինքը մտնում էր հարստություն տեսում էր, ասում էր, այսի ոնց ապրել, ինքը չէր ապրում, դե ավիրում էր անի, վառում էր, որ հանգստանար, ավիրում, ջարդում, շրում էր։ Այնց որ կեղտը կյանքում գեղեցկություն չի կարողացել գնահատել։ Ամբողջ կյանքը ստորացվածը երբեք հպարտ քայլող մարդուն չի հարգել, հակառակ նախանձելը, թե դու ինչիդ վրա ես արա հպարտ քայլում, ինչի դու իմ նման չես սողում եւ ուրախացել է, երբ որ այդ հպարտ քայլող մարդու ոտքը կարող է քարին կպած լինի, կամ ընկնի, կամ նեղված տեսնի, եկար իմ վիճակին։ Ինքը երբեք չի մտածում, ոնց անեմ, ես էլ հպարտ քայլեմ։ Չէ, գիտեք ինչ համար։ Դրա համար սովորել է պետք, նեղություն է պետք տալ, իսկ նախանձելը, քֆուր տալը շատ ավելի հեշտ է։ Դա է անում Նիկոլ Ընտրած մասը։ Աննես բնորոշ եմ, այս ամեն ինչ որ ասեցի իրենց, կարդացեք իրենց գրածները իրենց մասին։ Եվ կտեսնեք, ես ոչ մի չափազանցություն չեմ ասում, իսկ ինչ որ ասում հոգեբանը, մեղմ ասում։ Ընդամենը աբիժնիկ, չէ, դա ընդամենը աբիժնիկություն չի, դա մարդու որակ է, ցածրագույն որակ, ասել է թե անվակ։ Ասենք։ Ես պաշտոնապես ասում եմ, Ժորժ ջան, բոլոր անձնական տվյալները ինչ որ միտեղ կուտակվում են։ Դուք ոչ մի գաղտնիք չունեք, ոչ մի գաղտնիք։ 21-րդ դարում դուք չունեք ոչ մի գաղտնիք։ Այդ գաղտնիքները ազնիվ խոսքի վրա է, որ հորս արև հավատացեք, մենք ոչ ձեր մեսիջները, ոչ ձեր ձայնայինները, ոչ ձեր երաժշտության նախընտրությունները, ոչ ձեր սննդի նախընտրությունները, ոչ ձեր ապրանքի, ոչ ձեր ազնիվ խոսք, պապայի արև մենք ընդհանրապես չգիտենք։ Ես չեմ ասել հորս արև, ես ասեմ հոս արև։
Պարզ ասում եմ, պարզ դուք ոչ մի գաղտնիք չունեք ինձանից։ Այսինքն բոլոր պետություններում գաղտնիության ապահովությունը ապահովում օրենքով։ Եվ դրա խախտումը պատժվում է օրենքով։ Սա պարզ ասում է։ Չունեք դուք գաղտնիություն։ Եվ օրենք էլ չկա, որ ես ձեզ պատժեմ։ Ես եմ օրենքը։ Վերջ։ Իսկ ինձ որ հիմա ապացուցում եմ, որ դի գաղտնիք չկա, կարող է ես Google-ից գաղտնիք չունեմ, Google-ը իմ ամեն ինչը գիտի։ Դու ի՞նչ կապ ունի։ Դու ով ես այդ պուճուրիկ վինտիկ, որ դու Google-ից կարողանաս ինֆորմացիա քաշես։ Ես իմ գաղտնիքները տալիս եմ Google-ին, Google-ն էլ եթե տարածեց, դատվում է։ Դու ով ես, որ դու իմ գաղտնիքներն ունես։ Google-ը իմ ամեն ինչը գիտի, իմ քարտերի համարը գիտի, իմ հասցեները գիտի, հեռախոսի համարներս գիտի, մեքենայիս համարներս, ամեն ինչս գիտի, նախընտրություններս ամեն ինչը գիտի, բայց դու ով ես։ Ես էլ որ իրան տալիս եմ, ընդ իրանք ստորագրում են գաղտնիության մասին, ինքը իրավունք չունի երրորդ կողմին էսի վաճառելու։ Բայց դու ով ես։ Ոնց որ ցանկացած իրավաբան իր կլիենտի անձնագրի տվյալները, ծննդյան թվերը, ամեն ինչ ունի։ Սոցիալական քարտի համար, ամեն ինչ ունի։ Բայց ինքը չի կարա տանի ուրիշին տա։ Այսինքն կարա տա, բայց դամա կանեն նրան դատեն։ Այս երկրի սահմանադրության ապահովիչը, բարի բուն իմաստով ապահովիչը։ Սմը չունես դու աղբիկ չեն։ Չունես, ու մի ներվի, որ քո հեռախոսի մասին ես ամեն ինչ, տեքստերը, երաժշտության նախընտրությունները, ամեն ինչ տենում եմ։ Պարզ ասում եմ, ապիջը, մեր երկրում օրենք չկա աշխատող։ Չեմ զարմանում, ինչի են ծառայողները գցե ոտերի տակ։ Ինչի չեն հրավիրել։ Չէ գնացել մարդուն կաշկշում։ Հա, գրզո լֆիկ, ես ապրելու եմ ենք, հա, միջև այդ օրը տենամ ձեզ ոնց են սենց գետ գլուխները տեսենց ասֆալտ են քսելով տանում։ Որ հարգալից տանեն, ես նեղանալու եմ իրանցից։ Ասել եմ, մի վարքն չեղավ, այդ ցավոտ տանեմ։ Սա վերի արտացոլեն են ինչա։ Դու գիտեք ոնց անում, նախկինում ոնց էի կանում։ Նույն ձևի, դավայ։ Աթիշեն Քեմալը ինչ էր ասում։ Բացարձակապես անհրաժեշտ է, որ Հայաստանը արանքում քաղաքականապես եւ նյութականապես կործանվի։ Ինչ ունի մարվում։ Ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյան ընտրածները, սա չեն հասկանալու, պետք է մի հատ էլ հայերեն Քեմալին ասեն։ Ինչն է, նախկին։ Սրանից հետո է, որ հայերի հետ հրադադարի սովորական պայմանագրով պայմանավորված մեր նահանջը քննարկման առարկա չի կարող լինել։ Զինադատարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք, հայերին պետք է ուղղված լինեն ոչ թե մեր Հայաստանից հեռանալու, այլ Եվրոպայի առաջ խաղաղ Երևանուն եւ հայերին մոլորեցնելու համար։ Սա գրվել 100 տարի առաջ։ Ամբողջը կարող եք հետո կարդալ։ Ու առայսօր ծրագրի մեջ ոչ մի բան փոխած չի։ Եվ այդ անկլավները ճակերտավոր, որ պիտի հանցնի, իսկ Արցախաշենի մասին ոչ մի խոսք չկա, ջերմուկից ռադարելու մասին ոչ մի խոսք չկա, սոտկից գլուխի ծոցը գնալու մասին ոչ մի խոսք չկա։ Այդ անկլավները դա ոչ միայն ընդհանրապես մի փոքրիկ հողակտորա չէ, դրանք ամենակարևոր ռազմավարական կենտրոններն են։ Ռազմավարական ամենակարևոր ռազմավարական ճանապարհի վրա են։ Վերջ։ Դաման եմ ասում, Սյունիքում ինչքան մարդ էր աշխատում Նիկոլի ձայն տալու համար։ Հասկանում եք դուք ինչ եք արել ձեր հետ։ Թե էլ չեք հասկանում։ Վայքում։ Վայքը վերանալու է որպես տարածք խաղողագործություն, աշխարհի ամենահամով միրգը աճում է Վայքում։ Խնձորը, ծիրանը, դեղցը, կիլոմետրի վրա դերձի հոտը առնում ես, ու բոլոր մտքերը։ Վայքը ամենասիրուն տեղն է Հայաստանի։ Վերանալու է այդ ամեն ինչը։ Հեսա, ամուր սարը որ սկսեցին պայթացնել, կամ արդեն պայթացնում են, չգիտեմ։ Այդ թույնը փոշին ավիրելու է ամեն ինչ։ Դե ճանապարհն էլ էսա քյարքիով այդ Տիգրանաշերով կկտրեն,
ու ամեն ինչ կվերանա։ Կվերջանա կգնա, պիկերներ չան։ Ալենին կմնա ասեց կախվածության մեջ։ Սանայք։ Բակում երգում ենք ու հայկական կոնյակ բացում։ Մենք էլ նրան զավակներ ենք հարազատ, Էրոյի զավակ չկա մեր գնալ։ Սա վանն է ընկերներ ջան։ Ուրեմն ինչ ուզում է լինի, մենք մեր տեսլականը, մեր երկրի նկատմամբ մեր ներքին պահանջը, երազանքը, ներքին տեսլականը մենք պետքա չկորցնենք։ Ինչ ուզում է այս ների ծնունդը անի, ինչ ուզում է դրա մասին խոսեն ների հետևորդները, որ չգիտեմ, մի թշնամացեք կամ այս ինչ պատերազմ եք հրահրում, իրանք ուղեղ չունեն, որ իրանք գնահատեն, հասկանում եք։ Ես պատկերացեք, եթե ես համերգից դուրս գամ ու մեկից կարծիք հայցնեմ, որ նույնիսկ համերգին չի եղել։ Ասեմ ոնց է, ինչը դուրս եկավ, ինչը դուրս չեկավ։ Որը մեկը համերգին չի եղել, էլի։ Նիկոլ Փաշինյանին ընտրացնեն, ոչ թե իրանք մասնագետ չեն, նույնիսկ համերգին չեն եղել։ Որ համերգին լինեին, գոնե մի բան զգացած կլինեին, էլի։ Դա մեն ասում, իրանք լսել պետք չի։ Իրանց հետ ու ինչ խոսում ես, ելում է, որ իրանք համերգի չեն եղել։ Իրար ասում ես անկլավները խի է տալի։ Որովհետև դու ռուսաց տրուկ ես, դու թշնամի ես, իրանք համերգին չեն եղել։ Ուրեմն իրանց դնում ենք այդ 30%-ի մի կողմ, հեռում ենք մի կողմ, շատ հեռու մեզանից, գոնե 70%-ով, հիշում եք, որ մենք ընդ հայրենիք ունենք։ Դա է մեզ պահելու, որտեղ այն ժողովուրդները, որոնք երազանք չունեն, իրանք վերանում են, սկսում են բավարարվել այն կրճոններով, որոնք ցած թողում են իրան, էլի։ Հետո մի օր ասում է, բայց ո՞նց սենց եղավ։ Ու մեկ էլ հիշում եք, ախր այդ մասին վարպետն ասել է։ Եթե քեզ այդպես են վերաբերվում, նշանակում է դու ես դա թույլ տվել։ Դու ես դա թույլ տվել, որ քեզ ասեն քեզ ինչի մասին կարելի է երազել, ինչի չէ։ Թույլ պետք է չտանք մեկ։ Հիմա լսենք իրանցի գիտը ոնց է բացատրում Ադրբեջանի գոյությունը ընդհանրապես։ Армения в то время жила, но Азербайджан тоже надо смотреть по интернету, как называется. Այսինքն դարե ցարի ժամանակ, հա, 522 թվականին։ Ասում Հայաստանը կար, բայց Ադրբեջան չկար։ Но это час, вот белый час и Персии в то время. В истории Персии Азербайджана не существовало. Об этом рассказывают иранские гиды в Иране. Персипол – древнеперсидский город, построен в VI-V веках до нашей эры. Ныне в руинах. Александр Македонский в 330 году. Սա ինչ եմ ասում, այն ինչ որ մենք խոսում ենք, սա մեծամտությունից չի եւ մենք ինքներս մեզ խափելու համար չենք ասում։ Դա մասին տեղեկ են մեր նաեւ իրանցի եղբայրները, որովհետեւ մենք մի տարածքի վրա ենք ապրել։ Մենք իրանց պատմությունը գիտենք, իրանք մեր։ Ես ես մի գաղտնիք էլ ասեմ։ Իրանական աղբյուրներում գրած կա իրոք Մեսրոպ Մաշտոցը ոնց է վերականգնել, կրկնում եմ, վերականգնել հայոց գրերը։ Հայոց պատմաբանները թե ինչի չեն անդրադառնում իրանական աղբյուրներին, որտեղ շատ բան կա մեր գրերի վերականգնման մասին։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Բայց ուզում ասեմ, եթե մի օր իրոք բացվի այդ հարաբերությունները բարձր մակարդակի վրա, մեր պատմաբանները, ուսանողները, ասպիրանտները սկսեն իրանական աղբյուրների հետ շփվել, հայկական պատմությունը վերցանելու համար, գիտեք ինչ եք գտնենք ինքներս մեր մասին։ Շատ բաներ։ Եկել են մեր Դիլիջանում թուրքերը, ամֆիթատրոնում պատտվում են, քանի հայատարել Նիկոլ Փաշինյանը իրանց կենտրոնում պատտել։ Եթե ինքը սկզբից գնա նոր։ Ես ուսանող էի, այն ժամանակ որ Բաքու էին գնում, էլի վախենում եմ։ Այ հակառակորդական տարիներին մենք վախենում էինք։ Լուրջ եմ ես ասում, ես ոչ պրոյ
ոչ ինձ ճշմարտության կողմնակից եմ։ Ուզում եմ, որ մենք լավ ապրենք, խաղաղ ապրենք, բայց այսպեսի խաղաղություն չի լինի, բսկտված քարտեզով։ Նույնիսկ սովետական միության ժամանակ բան գնալը ապահով չէր։ Осмелится ли Израиль на такое? Израиль сейчас... Մենք լսենք այն հարցի պատասխանը, որ մենք անդադ մեկ տալիս ենք Իսրայելը ինչին է պետք հայոց տեղացմությունը ճանաչելը։ Չէ՞ մենք շատ այս մասին քննարկել ենք, փորձել ենք գուշակել, տեսնենք Խական Ֆիդան ինչ է ասում, Թուրքիայի արտգործնախարարը։ Ищет нового врага, чтобы изменить свой разрушительный образ, который навлек на него осуждение международного сообщества. Мне задают этот вопрос везде, куда бы я ни приехал. И я отвечаю, Израиль пытается создать себе врага. Пока Израиль или любой другой игрок не вступает в противоречие с нашими национальными и региональными интересами, нам некого бояться, сторониться или перед кем-либо отступать. У нас нет проблем. Борьба — это наше дело. Проблема в том, что Израиль — это проблема не только для нас. Израиль — это проблема всего мира. И именно так это нужно называть. Израиль — это не только проблема Турции. Это не только вопрос нашего президента. То, что наш президент единственный, кто открыто говорит, что неправильное является неправильным, это отдельный вопрос. И человечеству также следует это обсуждать. Էրդողանը միակ տեղն է, որ ճշմարտությունն է խոսում միշտ, որ ասում է, այն ինչ որ կա, ինչ որ ճիշտ է, ինչ որ սխալ է, դա մասին ասում, երբ որ Իսրայելը ինչի է հիմա դա ընկնում, դե ասում է, որովհետև իրան պետք է նոր թշնամի, հակադրություն, որ աշխարհի արդյունքին ինչ որ ձևով արդարանա, որ ասի մենակ մենք չենք ցեղասպան։ Նա թուրքերը սենց են մեկնաբանում իսրայելցիների այս դեմարշը։ Ես կհավատայի այս տարբերակին, նորից եմ ասում, եթե չլիներ իրանական պատերազմը կամ ավարտված լիներ իրանական պատերազմը։ Բայց նույնիսկ Ֆիդանի այս բացատրությունը ինձ ամբողջական դեռ սպառիչ եւ համոզիչ չի թվում։ Բայց ես հույսով եմ, որ մեկ-երկու ամսից մեկ այդ հարցի պատասխանը կիմանանք։ Ինչ որ մի բան պետք է լինի։ Սենց անիմաստերը ես սենց ասեմ, անպատճառ այսքան կտրուկ քայլեր թքել Ադրբեջանի սենց դեմքին, հա, իմանալով հանդերձ որ ինչ որ հարաբերություններ կարող է դալիս դուրի բան։ Չի լինում։ Այս բացատրություններից դուր չի գալի։ Իրանց աուդիտորիային պետք է ինքը ասում է, բայց մեկը։ Էս էլ չի, իմ կարծիքով։ Ավելի խորքային ինչ որ մի բան կա, հուսով եմ ընթացքում մենք կհասկանանք։ Հասկանանք սա Կիևում է այս գործողությունները Զելենսկու դեմ։ The people are rising up against Zelensky. Thousands of people today swarming military officers in western Ukraine. This is Lviv, Ukraine, and when the military police came to kidnap a guy off the streets, thousands rushed out of their houses and destroyed the officer's car. You can see right here Zelensky's military police literally being bullied, shoved around the crowd. The Ukrainians took him to the ground. Սա բան է, զինվորական ոստիկանն է, ոնց է կոչում եմ ոտ, վայնի պոլիցիան ինչ էր ասում, այրն արդեն ոնց է մողացած զինվորական ոստիկանություն, չէ, հա, էտա, ինչ են անում, նայք, This is the reality in Ukraine. 4 straight years of martial law, no elections, and forced mobilization. This is the reality in Ukraine. This video now shows the police are going into houses to take men out. Եղոսկով, մարդու վստահ պակասություն կա և Ռուսաստանում և Ուկրաինայում և փողոցներում արդեն լրջագույն կոնֆլիկտ կա։ Մանավանդ առջևում ընտրությունները Զելենսկին, դե ասեցինք արդեն, սպանեց իրան մրցակցի հովանավորին, հիմա պետք է ամեն ինչ անի, որ մի քիչ ավելի լավ ձևով ներկայանա այս ընտրություններին, լավ ձևով որն է հաղթանակած։ Հաղթանակի համար իրան զենք չի երիքում, փող չի երիքում և ամենակարևորը միս, որը արդեն քանի տարի է, քանի տարի եղավ, 4 տարի, 4.5 տարի, 4.5 տարի, սենց աղում են ինքն էլ Ռուսաստանն է։ Ես հասկանում եմ, որ իրա վրա է հարձակվում, նույնիսկ կրկնեմ, բայց այն փողերը, որ պետք է զենք դառնար զենք և անվտանգության միջոցներ իր զինվորների համար, չի դարել, չի դարել։ Գնացել է իրենց օֆշորային հաշիվների վրա ու դեռ գնում է։ Նույնիսկ արդեն դատավարություններ կա և իմջելոց իր կինը պետք է արդեն ձերբակալվեր
մի օր առաջ դուրս է գալիս Ուկրաինայից։ Ձերբակալելուց առաջ, որտեղ կգա բերման ենթարկեն տանեն դատարան, լքում է Ուկրաինա։ Սա մասին արդեն որ Իրանը խփում արաբական էմիրություններին եւ մնացած տեղերը ի պատասխան հարձակումներին, դա մասին եք արդեն խոսացել ենք, միացյալ նայենք պատերազմի միացավ Իրաքը Իրանի կողմից եւ 250,000 զորք է մցել պատերազմի մեջ ընդդեմ Ամերիկայի Իրաքը Իրանի կողմից։ Սա իմ համար շատ անակնկալ էր։ Էլի ամբողջական բացատրություն ինչի անում այս պահին ես դեռ չեմ հասկանում, բայց փաստը արձանագրենք, որ Իրաքը ցույց վրեժխնդրությունից է, ամերիկյան այս գաղութատիրությունից ազատվելուց է կարող է սա նպատակը, որ նավթը իր վերջո սկսի իրանց ծառայել, որտեղ Իրաքի նավթը Իրաք չի վերադառնում։ Իրաքի նավթը վաճառվում է, փողը գնում Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հիմա կարող է սրա համար են մտել պատերազմի մեջ, որ իրանց մոտից էլ ազատագրվեն ամերիկացիների։ Կարող ավելի խորքային պատճառ կա, բայց մենակ նավթի հարցը ամիս ընդամենը $1 միլիարդ է գալիս օդանավով Իրաք։ Մի քանի տասնյակ միլիարդ դոլարի բան են վաճառում, հիմա կոնկրետիվը չեմ հիշում, նավթ, 1 միլիարդն է հետ գալիս Իրաք։ Որտեղ ուղղակի ոստիկաններին բանի աշխատավարձան, որ ժողովրդին ծնկած պահեն։ Հետ ուզում Արտուր Շահնազարյանին լսենք, կոմիտասագետ։ Եկանք իմ ամենասիրած մասին։ Արթուր Ջանիբեկյանը ֆինանսավորեց մեծ գումարներ դրեց, 100,000-ավոր դոլարներ, որպեսզի հայ երգը մենք հիմնական երգերը ձայնագրենք եւ դնենք համացանցում։ Եվ մենք դա արեցինք, այդպիսի բան մենակ հայ ժողովուրդն արի, աշխարհում ոչ մի ժողովրդի երգերը, բայց ամբողջությամբ համացանցում չկա։ Մենք 500 երգ ձայնագրեցինք։ 500 երգ համացանցում։ Ես գտա այդ երգերը եւ գտա այդ կայքը armenianmusic.am Լսենք Եվ այդ 500 երգը դրվեց համացանցում 2.5 տարում 500 երգը 100 մասնակից եղավ 100 երգիչ երևի մասնակից ես ղեկավարն էի գեղարվեստական ոչ միայն երգիչ նաև երաժիշտներ կա գերում մոռացամ նշել որտեղ գործեր կա որ նվագակցության բան եւ ինքը օֆիս վարձեց կոմպյուտերներով օպերայի մոտ 2 տարի նստած աշխատեցին այդ նյութերը ներբեռնելու եւ այդ երգը բացվում է անգլերեն, ռուսերեն, հայերեն բացատրությամբ նոտայով իր պասպորտով որտեղից է այդ երգը որ մերն է որ ուրիշ ազգեր բան չանեն եւ այդ ամեն երգ նկարով է բացվում ինքը պատվիրեց նկարիչներին 500 նկար որ ամեն երգի թեմայով լսեն ու նկարեն ասենք եթե օրորոցային է նկարել է նկարիչը յուղաներկով որ մայրը օրորում է երեխային եթե հարսանյացես է այսպես մոտապես Come sense. Այսպես տավ գործենալ է։ Եթե հողավարում վարն է նկարած եւ այդ երգերը բացվում են այդ 500 այդ նկարներով նաեւ նկարով եւ այնտեղ նաեւ նվագներն ենք ձայնագրել մեր բարեղանակները զուռնան, դուդուկը, շվին, կանոնը եւ այլն այդ էլ ենք արել եւ այսօր օգտվում են դրանից եւ ինքը գնեց նաեւ անվանումը Armenian Music հիմա եթե գրեք Armenian Music.am բացում է այդ ձայնադարանը եւ այնտեղ ժանրերով ձևը կա մտնում է ժանրերը ինչ ժանր ես ուզում հարսանեկան, ծիսական, մանկական կարաս լսես այսօր դպրոցներում արդեն գիտությունը զարգացել է եւ օգտագործում են դա այսինքն դասի ժամին բացում են այդ կայքը ինչ թեմայով ուզում են երկ կա ասենք դպրոցում հանդես է անում հա բեմադրում է մի բան
Այդ թեմայով ուզած Ասենք երգը էսի։ կլինի, մանկապարտեզում, ասենք տոնը անում, նոր Տեսնենք ինչ կա։ Dancing melody, թե ինչ է տալիս։ Ակունքի երգերներ կա։ Մեր խոսքով լավ գործ են արել։ Armenian Music Get.am թե տարի կամ բոլոր երգերը կան։ Եվ հիմա էդ էլ ենք արել, էլ ինչ անենք։ Լուրջ իրականում գործ ալբոմ է նվիրալների կողմից աշխատանք կա եւ օգտվելով առիթից շնորհակալություններս Արտուր Ջանիբեկյանին, որ ասեն շատ կարեւոր ու շատ սիրուն, շատ ճաշակով պրոյեկտ արել, 3 տղեկ այլ նա տեսել ենք։ Նույնիսկ այդպես ռեգիոններով կարելի է գտնել, ասենք մուշից ինչ է տալիս կորան։ Ես տեսա, ուրախացա, ասի ձեզ հետ կիսվեմ։ Գիտեք, ձեր երեխեքին մանավանդ դրսում ապրողները այնքան հարուստ է այս բանը մենյուն, այնքան երգեր կա, նախ ձեր երեխաները կսովորեն։ Երկրորդն, եթե ինչ-որ առիթներին կա, կարող եք ընտրելով երեխեքը թող հայկական պարեն, եթե պետք է պարեն։ Եվ հարցումը, ուզում եմ վերջացնեմ։ Այսօր Սարգսյանի խոսքերով ասա մարդ արարածը, եթե հոգին մեջ երկինք չունի, անինչ գիտի աղունիկն ինչն է։ Մարդ որպեսզի հասկանա աղունիկն ինչ է, պետք է իր հոգու մեջ երկինք ունենա։ Մարդ, որ իր հոգու մեջ չունի երկինք, ինքը ոնց կարող է ուրախանալ, որ թուրք հայ բանը, ասենք օրինակ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին, որտեվ իր բանի մեջ այդ ցավը չկա։ Հա։ Շարժանը բղծել Մարտակերտի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների Եվ հասկացեք, այս կարգի մարդկանց ընտրողների համար հոգեբանական հենց նկարագիրը Սով Սարգսյանի ասած խոսքը դուք չեք կարող ակնկալել մեկին, որ ինքը աղունիկ սիրի։ Եթե սրտի մեջ հոգի չկա, երկինք չկա կնելի։ Դուք չեք կարող ակնկալել մեկին, որ մերձավորի սուքը իր համար կորուստ լինի, եթե իր մեջ այդ ցավակցումը չկա, սրտակցումը, ապրոնակցումը չկա։ Չեք կարող։ Դուք չեք կարող մարդու ակնկալել, որ ինքը հավատարիմ լինի իր նախնիների պատգամին, եթե իր մոտ պատասխանատվության զգացում չկա։ Եվ այստեղ այս պարզ բանաձևը հասկանալով մնում է մեզ մի բան։ Մատ թափ տալ, սես ձեր թափ տալ իրաց վրա, ուղարկել գրողի ծոցը ու կերտել մեր երկիրը, առանց դրանց վրա ժամանակ ծախսելու։ Որովհետև էշնիշ կինի, նուշնիչա։ Իրոք մարդ ոնց կարող է աղունիկ սիրի, եթե սրտի մեջ այդ երկինքը չկա։ Չի կարող հասկանալ այդ աղունիկի խաղը, այդ բանը, չի կարող։ Չունի այդ մարդը զգացողությունը չունի, ինչ ասես, իր մոտ այդ ապրոնակցումը չկա, իր մոտ այդ պատասխանատվության զգացողությունը չկա, իր մոտ այս երկի տակ ոչ մի բան չի թռվռում։ Այս երեխեքի երգերը ոսեցի լսել ես։ Մի առաջին երգի վրա, գիտեք ինչ եղավ իմ մոտ։ Այսա գտնեմ այդ որ երգներ։ Music singers։
Thank you. Ես հիշեցի մի անգամից այս երկերի տակ, որ 90-ական թվականներն էր, այն պատերազմի առաջի տարիներն էր, ես հարսանիքի ու Սասունցիներ են, Սասուն գյուղում, այս երկի տակ պարում էին սենց, պատի տակով, գիտեք ինչքան մարդ կար, բոլորը ֆիդայական արդեն է ժամանակի 92 թիվն է, արդեն դրեց եկած, կողքից ես պարում էին, երաշտությունը այն ժամանակ դոր զուրներ, բան չկար ուրիշ, հոսանք չկար, բան չկար, ինչ պետք է լիներ։ Մի անգամից աչքիս առաջս եկավ։ Եթե սրտիս մեջ էդի չներ, այս երգը այդ ասոցիացիաների մեջ չէր ակնասներելու։ Մի անգամից աչքիս առաջ եկավ այդ խելար դեմքերը, սենց խելար մազերով չսանրված, այդ խելար ճակատից նոր եկել են ու եկել են մի անգամից հարսանիք իրաց ընկերոջ։ Ինչ ենք, ոչինչ բանի մասին տես չենք մտածում, արա, այս հայրենիքը մերն է, թե չէ, արժի պաշտպանել, թե չէ, չկար այդպես պոլեմիկա, հասկանում եք, խոսակցություն չկար, մաքուր էր, ամեն ինչը ընդհանուր էր, հոգսը ընդհանուր էր, ուրախությունը ընդհանուր էր, տխրությունը ընդհանուր էր, որտեղ ընդամենը մենք 2 տարի առաջ էինք, 3 տարի առաջ էինք ապրել ընդհանուր երկրաշարժ, ընդհանուր ավերածություն, ընդհանուր ազատագրական պայքար, ընդհանուր անկախություն, ամեն ինչն էր ընդհանուր։ Ուրախությունները, տխրությունները, հաղթանակները, պարտությունները, ամեն ինչն է։ Դրա համար էլ հաղթեցինք։ Այսօր ընդհանուր չի։ Այսօր մի հատ նեռամատ է մեր արանքը։ Ասեց, ինչ արա, ինչ չեք ուրախանում, որ Թուրքին հաղթում է։ Պապ, չի ճապոնացու վրա հաղթում է, չեք ուրախանում, չեք ուրախանում։ Ինքը չի հասկանա հայ մարդուն։ Պարզվեց հայ մարդուն չհասկացողները շատ են մեր մեջ։ Ու իրանք սկսեցին ջրերից դուրս գալ։ Միշտ եղել են իրանք, բայց ամաչել են այդ մասին։ Որ կեղտոտը իրանց համար օրինակ է, իրանք գնում դուրս, ասեցին էլ ամոթ չի կեղտոտերը, ամոթ չի։ Մի մտածեք իրանց փրկելու մասին։ Իրանց հոգում այդ ամեն ինչը չկա։ Ժամանակ մի կորցրե։ Կեղտենք մեր Հայաստանը, մեր մտքի մեջ ունենալով այն մուշը, այն Սասունը, այն Վանը, որտեղ հայ մարդը որ քայլում է, ոնց որ իր տանը քայլի։ Իրոք իր տանը ոնց որ քայլի։ Այսօրվա համար հասկանում, լավ մնացեք։